Մարուկյան, մասնավորապես Ռուսաստանի հետ կապված հարաբերությունների մասին եմ ուզում խոսենք։ Իրենք պարբերաբար ասում են, որ բացարձակ նպատակ չունեն Ռուսաստանի հետ կապերը խզելու, հակառակը հավասարակշռված քաղաքականություն են վարում բոլոր աշխարհաքաղաքական ուժերի հետ, այդ թվում Ռուսաստանի։ Ռուսաստանը մնում է իրենց լավ բարեկամը։ Երեկ էլ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը իբրև թե բացահայտեց Վլադիմիր Պուտինի հետ կուլիսային խոսակցությունը, ասելով, որ Վլադիմիր Պուտինը ինձ երբ որ ասաց, որ Եվրամիության հետ ձեր հարաբերություններով վնասում եք Ռուսաստանին, ես իրեն հարց տվեցի, ինչով են վնասում, նա չկարողացավ որևէ ձևով հիմնավորել, լռեց ընդամենը։ Դուք կարող եք պատասխանել, կա այդպիսի վտանգ, օրինակ Եվրամիության հետ համագործակցելով Ռուսաստանին ինչպիսի վտանգներ է հասցվելու եւ հավատում եք Փաշինյանի, որ Պուտինին հարց է տվել, չի պատասխանում։ Տեսեք, կա քեզ ոնց ասեմ, ռետինե խողովակի տեղ դնելու քաղաքականություն, որ երբ որ դու ռեալ գիտես ինչ ես անում, բայց քեզ հարցը տալիս են, դու ասում ես, բայց ինչը, ով է ասել։ Տեսեք, ես չեմ բան, այդ ոճը մենք արդեն գիտենք, դա արդեն բացահայտված ոճ է։ Հիմա իրենք անգիր գիտեն, չէ, որ օրինակ Ուկրաինայի նախագահի Երևանում գտնվելը եւ այստեղից իր ելույթը վնաս է հասցրել հայ-ռուսական հարաբերություններին։ Նայեք, մեզ օգուտ չի եղել նրա գալուց։ Ասում եմ, վնաս է հասցրել, քաղաքական մեծ վնաս է հասցրել, մարդիկ էլ ընդդեղից արձագանքում են։ Եվ դա կարա հասունացվի նաեւ նրան, որ տնտեսական խնդիրներ ունենան մեր գործարարները, ջերմոցային տնտեսության մարդիկ Այսօր ապրանքներ են ուղարկում Վայլբրիսի միջոցով, հազար ու մի բան կա, դու գիտեք ինչքան թելերով են կապված։ Ես չեմ ուզում այդ տնտեսական ինքը պատերազմի տերոր անում մարդկանց, ինչ որ մարդիկ էլ տնտեսական տերոր են անում։ Ես չեմ ուզում դա անել, ես ուզում ասել, որ հունիսի 7-ին ժողովուրդը շանս ունի, այն 200,000 մարդը, որ չի ուզում ոչ նրանց ընտրի, ոչ նրանց, մեզ քվեարկելով ունենալու նորմալ հարաբերություններ, նորմալ գործընթաց։ 7 միլիարդ դոլար է հիմա առևտրաշրջանառությունը Ռուսաստանի հետ։ Հունիսի 7-ի մարդկանց քվեարկությամբ, եթե այս երկիրը չտանեն նախկին բարքերի, մեր քվեարկերի միջոցով եւ նաեւ Նիկոլ Փաշինյանին փոխեն, մենք ունենալու ենք 17 միլիարդի շրջանառություն, ինչ խնդիր։ Ունենալու ենք։ Մենք մեր բոլոր պայմանագրերը ուժի մեջ ենք։ Մենք էժան զենք գնելու հնարավորություն ունենք, էժան զենք գնելու հնարավորություն ունենք հապկի շրջանակներում, բոլոր պայմանագրերը ուժի մեջ են։ Անկամ նոր բան անելու կարիք չկա։ Սարեցված չի։ Հապկի մասով է սարեցված։ Երկկողմը սարեցված չի։ Անկամ նոր բան անելու կարիք չկա։ Պետք է ուղղակի նորմալ մարդավարի նստել, խոսալ, աշխատել, զենք առնել, բերել, լցնել երկիր։ Կապած հիմա պատրաստվում են մայիսի 28-ին ցույց տալ, թե ինչքան է Նիկոլ Փաշինյանը հզորացրել հայկական բանակը։ Փորձելու է տեսարաններով մարդկանց էլի խափի։ Այո, փորձելու է տեսարաններով մարդկանց խափի, մենք էլ մարդկանց ասում ենք ժողովուրդ ջան, մի մարդ, մի իշխանություն, որը ոչ մի օրակարգ չունի մեր շահերը պաշտպանելու, նա զենք ունենա, զենք չունենա, ինչա փոխ։ Ինչ անելու այդ զենքով։ Մոռացել եք քանի միլիարդի զենք ենք թողել Ղարաբաղում։ Զենքն է խնդրեմը եղել մեր։ Իմիջիալը ձեզ ասեմ, սա կարևոր թեմա է, որ մարդկանց խափում են, որ զենք չունեինք, դրա համար ենք պարտվել կամ բան։ Հա, Ադրբեջան ավելի լավ է զինված, բայց միլիարդի զենք ենք թողել, բայց ոնց եղավ։ Զենք չունեինք, զենքն էլ խնդրեմ է։ Առաջինը քաղաքական կամքն է, երկրորդը ռազմավարություն ունենալն է, ամենակարևորը բանակցություն չտապալելն է, ամենակարևորը ժողովրդից չթաքցնել խաղաղության պլանը, որը որ արվել է 19 թվականին եւ անցյալ տարի է ազգային ժողովի ամբիոնից պրիզնատեք է վերջականապես։ Մինչև այդ ոչ մի ձևի չի ասել։ Այդ է կարևորը, թե չէ զենք հասկացանք, հա։ Ողջունում ենք բոլոր ֆրանսիական զենքերը, հետո։ Պարոն Մարուկյան, Թուրքիայի Ադրբեջանի հետ այդ խաղաղության գործընթացով պայմանավորված հարաբերությունները օրերս էլ Թուրքիան սահմանափակումները վերացրեց Հայաստանի հետ ուղղակի առևտրաշրջանառություն, առևտուր իրականացնելու եւ նրանք ներկայացրեցին որպես մեծ ձեռքբերում Եվ ասացին, որ սա ճանապարհի սկիզբն է թուրքական սահմանը բացելու, բայց վաղուց էր պայմանավորվածությունը կոնկրետ Մարգարայի հետ կապված, բայց մինչև օրս Թուրքիան դրա մտադրություններ կարծես թե չունի։ Ամեն դեպքում սա ապաշրջափակում, օրինակ նաև Ադրբեջանով ռուսական եւ ադրբեջանական ապրանքներ գալը համարում եք ապաշրջափակում եւ նաև սկիզբ Թուրքիայից սահմանի բացման։ Մենք համարում ենք նախընտրական նվերներ Փաշինյանին, որ իբր թե պրոցեսները տեղի չարժվում են։ Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 3 տարի առաջ համաձայնություն ա եղել
դիվանագիտական անձնագրերի համար երրորդ երկրների սահմանը բացել, ցամաքային, որը մինչև այսօր չկա, եւ ուզում եմ ասել, մենք օրենսդրական փաթեթ ենք ընդունելու մինչև սահմանի բացումը, պաշտպանելու ենք հայ գյուղացուն, հայ տնտեսվարողին, հայ ներդրողին, որ միլիարդներով փող է ներդրել վարկերով եւ ջերմոցային տնտեսություն ներաստեղծել, որ այդ սահմանի բացման արդյունքում չփլուզվի այդ ամեն ինչը։ Մենք մեր տնտեսությունը պաշտպանելու ենք օրենսդրական փաթեթով ռազմավարական օբյեկտները, գույքը, հողը, ամեն ինչը արգելքների տակ է դրվելու թուրքական էքսպանսիայի դեմ։ Որից հետո խնդրեմ սահմանը բացենք, թող գանգնան, մենք գանգնանք։ Ոնց եք պատկերացնում սահմանի բացում, այսքան Թուրքիան առանց նախապայմանների կգնա նրան։ Թուրքիան առանց նախապայմանների իրանք հայտարարության մեջ գրում են, առանց նախապայմանների, բայց նախապայմանները Ադրբեջանի պայմաններն են, որից բոլորս տեղյակ ենք։ Այն զինանշանը փոխել, տեսնում եք այնտեղ, Արադ լեռնից հանել, հետո սահմանադրության նախաբանը հանել, հետո սահմանազատում անել ճակերտավոր, Ադրբեջանի նոր հողեր հանձնել, նոր ճանապարհներ հանձնել, այդ են նախապայմանները, որը ժողովուրդը հնարավորություն ունի հունիսի 7-ին թույլ չտալու այդ process-ը կանգնեցնելու։ Եթե ես սխալվեցի, ուղղեք, դուք ասացիք, որ այո, Թուրքիայի հետ սահմանները պետք է բացվեն եւ դուք էլ հա նաեւ կողմնակից եք դրան։ Դրա համար ես հարցը տվեցի, հնարավոր է առանց նախապայմանների, եթե հնարավոր չէ, զիջումների պատրաստել։ Ես ասում եմ մենք օրենսդրական փաթեթ ենք ընդունելու, որ մեզ պաշտպանենք։ Դրանից հետո սահմանը Թուրքիան փագե, մենք չենք փագել։ Երբ կբացեն, ոչ մի զիջում մենք չենք անելու սահմանը բացելու համար։ Մենք այդ սահմանը փակ 35 տարի ապրում ենք, շարունակելու ենք ապրել։ Սահմանը իրենք են փակել, սահման փակելը ագրեսիայի ակտ է համարվում միջազգային իրավունքով։ Երբ կբացեն, բայց Հայաստանը չի կարող մեր օրենսդրական դաշտով մենք հիմա տկլոր ենք։ Սահմանը որ բացվի, հիմա ինչ ասես կարա լինի։ Մեզ պետք է մեր օրենսդրական դաշտը փոխել։ Պատրաստվել դրան։ Որ օրը կբացեն, երբ կբացեն, մենք հավելյալ որևէ ջանք չենք գործադրելու, որ դա բացվի։ Սրբազան առաջնահերթություն չի։ Կապիսը լավ խոսք ունի, ասում է Երկնային Երուսաղեմի դարպասները չեն։ այո, Թուրքիայի սահմանը։ Ըստ էության մի տասնամյակ առաջ ոնց որ ասում են 4 գյուղ տվեք, սահմանը բացենք, հենա։ Մի ամբողջ Արցախ տվել ենք, բան չի չեն բացում։ Այսինքն որևէ, ինչպես պարոն Մարուկյանը ասաց, որևէ հավելյալ պայման մենք չպետք է բավարարենք, եւ ինչ կա։